Ջամայքայի մեջ գիրագի արգումը երբ սևամորդ եկեղեցիմը ժողովուրդը եկեղեցի կացին պաշտամունքի համար տեսան, որ հեմին արջև թակալ մգար և վրան ծայգներ իրարով կհարցնեին, թե ով էր մեր նողը և որևէ մեկը չէր գիտեր իրար մի հերուն ստողներ նշաններով կհարցնեին և անուն կամ նշաններով կպատասխանեին չեն գիտեր Այդ արդու ժողովուրդը ոչ երկելու, ոչ աղոթելու դրամատիկություն ուներ, որտև միտքերնին դարված էր այս անձանոտ մերելով։ Վերջապես գարկը քարոզի եկավ և հովիվը ոտքի ելավ և ըսավ այսօրվան պաշտամունքը ու արգավորության պիտի հատկացվի։ Սիրելի հավատացյալը պիտի թաղենք, որ մեր եկեղեցվո անդամն է։ Այսօր վրա հետաքրքրություն ավելի հասկացավ և 4 կողմերին գնային, թե արդյոք ձերերեն մեկը պակաս է, բայց բոլոր ձերերը ունեին և դասարկներն էին, որ պակաս էին։ Վերջապես սկսավ թամքանականը գարտալ, յուրոջին գարտալ այս մերելին, ըսավ լավ հավատացյալներ, շատ հատկություններով, առաքինություններով օժտված էր։ Ասոր հետ մեկտեղ նաև իր քեշ կողմերն ուներ։ Ինչ էին իր քեշ կողմերը, քիչ մտվարդ էր, ինքնահավան էր, ինքնինքը կտեսներ, ուրիշներուն ցած աչքով գնայեր, երբեմն աշխարհասեր գլար, նյութական վիճակը լավ էր, բայց ցերկը քոց էր, գնահանցեր, գվշտանար, Եվ ըսավ նաև քիչ մկարասեր էր, կովեստեն գախորժ էր և մի քանի անգամ խոսած էր այս հավատացյալին, որպես ինքնինքը շտկե, բայց որևէ տարբերություն չէր նկատած իր վիճակի մեջ։ Անշուշտ սավ բնական է, որ պիտի գիտնալ, թե ով է այս հավատացյալը։ Իմասարգևակ եղբայրներն պիտի խնդրեմ, որ թակային կապարիչը վերցնեն և մեկիկ պիտի անցնիք թակային առջևեն և պիտի նայիք։ Ինչ որ տեսնիք թակային մեջ, պիտի գիտնաք, որ այն հավատացյալն է, որուն մասին հիմա ակնարկեցի։ Ասր վրա ժողովուրդը լայն շունչ մարավ, որ վերջապես պիտի տեսնեն մերելը։ Եվ ըսան ոտքի ելներ և երթար թակային քով առաջին գինը, որ տեսավ բզդիկ քիչ արձակեց, բայց ոյ մեկում պանմու չսավ։ Բոլոր ժողովուրդը նայեցան, մերելը տեսան, այն հավատացյալը տեսան և կացին իրենց տեղը նստեցան, որտև ըսավ դակավին ձեզ եսերիկ ունիմ։ Եվ երբ ամեն մարդ իր աթորը կրավեց, հովիվը շարունակեց իր կարոզը, ըսավ, որ տեսակ այն հավատացյալը, որն մասին քիչ առաջ խոսեցա և հին մարդն էր, որ այս հավատացյալը քեշ մեկը դրավ,
Եվ հին մարդը շատ բանասագար մեկն է, հավատացյալին թշնամին է, խոսք չի հասկնար, չի բարեգար կվիր։ Միակ ծևը, միջոցը այս հին մարդուն ծերքեն ծև ազատվելու զինք խաչել է։ Պետք է զինք խաչենք, որպես իր ծերքեն ազատենք։ Եվ ոնց հարակալը սա բարձանքով գսե, թե Քրիստոսի հետ իր հին մարդը Քրիստոսի հետ խաչը յալացեր և շատ լավ կյանք մգաբրեր հիմա և կհանձնարներ, որ հավատացյալներ հին մարդը վրանեն հանեն և նոր մարդը վրանին հագնին և հրավիրեց հավատացյալները, որ այդ արդու որոշեն վերջ տնել հին մարդուն իշխանության իրենց կյանքերուն մեջ։ Եվ ինչ որ տեսա և լսեց ժողովուրդ այդ արդու, իրենց հիշողության մեջ մնաց երկար տարիներ և իր շինիչ աստեցությունը ունեցավ իրենց հոգևոր կյանքին վրա։ Գաղութեմ, որ այս արդուալ, այնինչ որ ես գիտեմ, ներկա հավատացյալներու կյանքին մեջ դարձագետը արձանագրե և ես ուրախ եմ, որ իմ զելիք խոսքերս օգտակար եղան։ Հինգ անգամ խոսեցա ձեզի հին մարդուն մասին։ Ոս եկանք պիտի եզրակացնենք այս շարքը։ Չեմ կարծեր, որ բագասպանացիքեցի այս դյութի մասին, հիմա գարկը եղած է ձեզի հավատացյալներուց, որոշ քայլ մարնել այս մասին, այս նկատմամբ։ Եթե սկզբունքով հոժարեք հին մարդը զոհելու, հետևյալ կանացևը գտելացրեմ իբրև առաջին քայլը։ Մեկ, կխոստովանիմ, որ ես մարմնավոր հավատացյալ եմ։ Երկու, զիս մարմնավոր ընողը իմ հին մարդս է։ Երեք, այս արդու որոշեմ հին մարդը խաչը հանել, որ ծերքեն ազատին։ Չորս, գիտնալով, որ հին մարդը ես եմ, հոժարական գերբով կսվարակրեմ մահվան վջիրս։ Հինգ, հոժարեմ հին մարդուն ինձի պատճառած հաջորդներեն զրգվիր ու իր պաշտպանութենեն հրաժարիր։ Այս վերջինը անհրաժեշտ պայման է հին մարդը խաչելու համար։ Մեր Տիրոջ համար գրված էր, որ երբ կնախատվեր, փոխարենը չէր նախատեր։ Առաջին Պետրոս 2:23։ Երբ հին մարդը խաչվի, մենք մեր Տիրոջ օրնագին պիտի հետևենք։ Երբ մեզ նախադեն, պիտի չնախադենք փոխարենը և խոսքի տակ պիտի մնանք։ Իսկ եթե ասեք, որ մենք այդ տեսակեն չենք, այսինքն խոսքի տակ մնացող տեսակեն չենք, երկու խոսողին 4 կպատասխանենք, դողոսով կպատասխանենք, մեր մեկ աչքը հանողին 2 աչքը կհանենք
Այդ բարակային ես պիտի հանձնարնեմ, որ ին մարդը վահեք, որովհետև իրեն պետք պիտի ունենաք։ Ավելին գա, մեր դերը լերան կարոզին մեջ ուսավ, սիրեցեք ձեր թշնամիները, օրնեցեք ձեզ անիծողները, Փարիք գրեք անոնց, որ ձեզ գադեն, և աղոտ գրեք անոնց համար, որ ձեզ գչարչարեն ու գհալածեն, Մատթեոս 5:44։ Եվ այս բաներում պետք է հոժարինք, եթե գուզենք մեր հին մարդը խաչահանել։ Իսկ եթե ասեք, որ մենք այդ բաներում չենք գրնար հոժարինք, եթե թշնամիս ցերգս անցնելու լա, զինք գպզկտեմ, այդ բարակային դարձյալ կանցնարեմ, որ հին մարդը պահես, որովհետև առանց հին մարդուց չես գրնար այդ ըսածըց անել։ Մենք պետք է հոժարինք շատ մը բաներ են, որոնք մեզի գարձեցյալ սոկոտ հաջուկներ գպատճարեն, բայց մեր հոգին գգործանեն։ Անհրաժեշտ պայման է հոժարիլ, զրկվել այս գարձեցյալ հաջուկներեն, եթե պիտի ապրինք կյանքը, որ իսկապես արդարություն պիտի մեր փրկության և Աստված պիտի փառավորե։ Մենք ուզենք մեր հին մարդը խաչանել, որպես կարողանանք Աստծո վախովը սրբությունը կատարնակործել, որպեսզի Քրիստոսի պատկերին կերպարանագից ըլլանք, որպեսզի այլևս քայտավություն ըլլալե թացրինք, որպեսզի այլևս այնպեսի կյանք ապրինք, որ մեր շուրջները քնահատեն այդ կյանքը և այդ կյանքի մեջ անոնք Քրիստոսը տեսնեն։ Գուզենք հին մարդը խաչանել, որպեսզի նոր մարդ ըլլանք, չենք կրնար նոր մարդ ըլլալ այնքան ադեն, որ հին մարդը մեր մեջ գաբրի ու իր կյանքը մեր վրա կբարձրացվի։ Այնքան ադեն, որ մարմնավոր ենք, Իսմայել ենք, երբ Իսմայել դունեն հերանա, այն ադեն Իսահակ կըլլանք։ Մարմնավոր հավատացյալը Իսմայելի վես խառնածին հայբրիդ արդարություն ունե։ Վիլյամ Կայսերին օրով խումբը գերմանացիներ, որոնք Ամերիկա գտնագեին և ամերիկյան քաղաքացիություն ստացած էին, Գերմանիան այցելեցին և այդ առիթով ուզեցին, որ Կայսերն հարևեն և իրենց հարկանքը իրեն մատուցանեն։ Կացին բալատ, կարլուղարը դեսան, ասին մենք խումբը գերմանացի ամերիկացիներ ենք, որ մեր հայրենիքը կայցելենք և այս այրտով ուզենք գայսրը հարևել։ Եվ սեկրետերին կնած գայսրին ուսավ խումբը գերմանացի ամերիկացիներ ուզեն քեզ հարևել և իրենց հարկանքը քեզ հայտնել։ Եվ Վիլհելմ Կայսեր ուսավ գերմանացին գճանշնամ, ամերիկացին գճանշնամ, բայց գերմանացի ամերիկանցին ինձի անծանոթ է, չեմ ուզեր այդ տեսակ մարդիկը տեսնել։
Եվ կարգողարը եղավ, սավ գծավի մոր, սավ գայսրճուզ էր ծեզ դեսնել։ Ինչու, որովհետև սավ գսե որ գերմանացի ամերիկացիներ իրեն համար շատ անծանոթ են և հասկացան խնդիրը։ Հիմա իրենց մեջ խոսցան, որ ինչ պսեն արդյոք, ինչ ուրիշ արձագանդ իրենց։ Ադեն անգամ Բեյրութի մեջ մի քանի ավետարանական առաջնորդներ կացել են կաթողիկոսը տեսնելու, կարգողարն կացել կաթողիկոսը նսերը, որ մի քանի փողոքականներ եկան քեզ տեսնելու։ Սերը չեմ ուզել զիրենք տեսնել։ Եկեր ասերը, որ կաթողիկոս չուզ էր ցեզ տեսնել։ Պատվերները մեկ ասերը, որ ինչը սիր, ասի, որ մի քանի փողոքականներ գուցեն քեզ տեսնել։ Նորին կնա, այս անգամ ասե, որ մի քանի ավետարանականներ գուցեն քեզ տեսնել։ Կացերը ասերը, որ այդ մարդիկը, որ գուցեն քեզ տեսնել, ավետարանական պատվերներ են, թողներ սրամեն ասերը, կաթողիկոսը։ Ասոր անմտածել են, որ արդյոք ինչ ասեն, որ գայսրը զիրենք ընդունի։ Եթե ասեն, որ գերմանացի լալետ հատրեցան, որովհետև ամերիկան քաղաքացիություն ստացան։ Եթե ասեն ամերիկացիներ, գայսրը գիտեսե, որ դուք ձեր ասկը որացակ, գերմանացի ամերիկացի եղակ, ամոթ ծեցի։ Անոր համար ասեր են, մենք պետք է ցիկենք և երթանք։ Երբ մենք ամերիկյան քաղաքացիություն ստացանք, այդ արիթով երբում են մեզ կրկույկ մտվին, և այդ կրկույկի մեջ այսպես կրված էր, այսօրն է սկսյալ, դուք ամերիկացի եք։ Մի ասեք, ես իտալացի ամերիկացի եմ, ես ֆրանսացի ամերիկացի եմ, ես չինացի ամերիկացի եմ, այլ ասեք, ես ամերիկացի եմ։ Մենք ապաշխարելեն ետքը պետք է գարենանք ասել, ես նոր մարդ եմ Քրիստոսով։ Հին մարդս գոյություն ունենալ է դադրեցավ, որովհետև օրը հին մարդս խաչը հանեցի, այլևս ես միայն նոր մարդ եմ։ Ռոմայացիս 6 կողքուն մեջ, որ մեր եղբայրի չարաչ կարտած, 6-րդ համարի մեջ այսպես կարտացին, զայս գիտնանք, որ մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը պջանա, որպես ասպե ետև մեղքի չծարայինք։ Մինչ մենք գորոշենք հին մարդը խաչ հանել և կմտածենք, որ ինչպես զայն պիտի խաչենք, կտեսնենք, որ Աստված արդեն մեզի համար ըրած է այն, ինչ որ մենք պետք է անենք։ Այսինքն, Աստված արդեն հին մարդը խաչը հանած է։ Քրիստոսի մահը երկու երեսներ ունի։ Մեկը այն է, որ Քրիստոս ինձ համար մեռավ, երբ ես հանցանքներու և մեղքերու մեջ էի։ Իմ դերս, իբր իմ փոխանորդս, Քրիստոս քալություն գադարեց և իր արյունը թափեց զիս բրգերու համար։ Ասոր մեջ ես բաժին չունեցա, որովհետև ես մեղավոր էի, չէի գրնալ այդ քալության որևէ գերբով մասնակցի, ես վիրձ էի, չէի գրնալ իմ բրգությանս սադարել, կոնտրիբյուտ դնել որևէ գերբով։ Այս մեկ երեսն է Քրիստոսի մահվոր։
Երկրորդ երեսը, երբ Քրիստոս գմերներ, զիսալ հետը, զիս հավատացյալս հետը դարավ և խաչեց, միասին խաչվեցանք Քրիստոսի հետ։ Եվ միասին մերանք, և միասին թաղվեցանք, բայց երբ հարություն վիդարնեինք, իմ հին մարդս քերեզմանին մեջ մնաց, և ես իբրև նոր մարդ հարություն արի, և սկսա կյանքի նորոգության մեջ քանել։ Բայց ես հասկել լուր չունեի, որ արդեն իմ հին մարդս խաչված է և զինք խաչելու մասին կմտածեմ։ Բայց երբ հավատացի, երբ կհավատամ, որ Քրիստոս ինձ համար մեռավ, կփրկվեմ, այդպես փրկվեցանք։ Լսեցինք, որ Քրիստոս մեզ համար մեռած էր, կալություն կատարած էր, և մենք հավատացինք այսօր, անցնվեցանք Քրիստոսի, ընդունեցինք մեզ համար կատարած գործը և ապաշխարեցինք և փրկվեցանք։ Հիմա, երբ հավատանք, որ հին մարդը Քրիստոսի հետ խաչվեցավ, նույն կերպով, որ փրկվելու համար հավատացինք, հին մարդուն ցերքեն գծեր ազատվին, ասել գլա բարս հավատքով։ Երբ իմ թիրքս հին մարդուն հանդեպ գորոշեմ և Ռոմայեցիս 6:11 համաձայն, այսպես դուք ձեր անձերը մեղքի մեռած սևեցեք, բայց Աստծո կենդանի մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի ցերքով։ Երբ այդպես հավատամ և իմ թիրքս որոշեմ և ես զիս համոզեմ, ոչ թե խաբեմ, որովհետև իրականություն մը կա, այդ իրականությունը ես ինձի պիտի սորվեցնեմ և պիտի համոզեմ ինքս, որ ես մեռած եմ Քրիստոսի հետ, ուրեմն իմ հին մարդս գոյություն չունի, ես անոր ցերքեն ազատած եմ։ Եվ այսպես մենք մեղքի մեռած կսևենք մեր անձը, Սուրբ Հոգին հին մարդուն մահը իրական կդարձնե և մեզ իր իշխանութենեն կազատի։ Եվ ասկա շատ բարս է։ Ճիշտ ինչպես փրկվեցանք մեր մեղքերն ազատելու համար, նույն կերպով, բարս հավատքով կփրկվենք հին մարդուն ցերքեն, հավատալով, որ այլևս գոյություն չունի, խաչված է։ Երբ խոստովանությունով մեր սխալ վիճակներեն կազատենք ու հավատքով հին մարդը խաչին կանցնենք, նոր շրջան մը կսկսի հավատացյալին համար։ Երբ Սուրբ Հոգին մեզ կառավարելու կսկսի և Քրիստոս նախավատիվ կլա մեր կյանքերում մեջ։ Երբ մաքուր կյանքեր կապրենք, երբ հաղթական կլանք մեղքի թեմ, երբ կթափվենք մարմնավոր հավատացյալներ կլանենք։ Վեցերորդ համարի մեջ ըսավ, որ մեղքի մարմինը կճանա։ Այսինքն մեղքի արմատը կճանա։ Ոմանք հավատան, որ մեղքի արմատը գել է eradication կսեն անոր, eradication of sin, the root of sin։
Բայց միևնույն մարդիկը, որ այդպես կհավատան նաև, որ հավատացյալը մեղքի արմատը ելենին վերջը գրնա մեղ կործել։ Այդ բարակային ելերը չելած շատ դարբերություն չներ։ Միայն թե գսեն փոխանակ ներսեն փորձելու հավատացյալը դուրսեն կփորձել։ Փոխանակ ներսեն հարցակելու դուրսեն կհարցակի։ Տճանալ փարը, որ դժբախտաբարանքներն մեջ այդպես գրված է to destroy։ Սխալ թարգմանություն է։ Հունարեն բնակրի մեջ ինա գադարվիթի փարը երբեք բջանալ չնշանագեր, այլ կնշանագեր անզոր թարնալ։ Մեղքի կործիկ լալե թատրիվ, խապտանիլ, անդամալուծվիլ, to render non-effective, non-operative։ Կնության մեջ որևէ բան չբջանալ։ Եթե 1 կիլո ածուխ վարելու լանք և լմնա այդ ածուխը կեչմա մոխիր բիդը մնա, իսկ մնացածը զանազան գազերով մտնորոր բիդը բարձրանա։ Եվ եթե կարելի լար այդ գազերը մտնորորդեն հավաքել և այդ մոխիրն ալ վրան ծնել և գշրել ճիշտ 1 կիլո պիտի կար։ Բջանալ չի կա հնության մեջ։ Այս ճշմարության, այսինքն հին մարդուն խաչելության ճշմարություն Բողոս Արաքյալ կվգայև գսե Քրիստոս ետ խաչել է ելա։ Եվ ալ գենթանի եմ ոչ թե ես, հապա Քրիստոս գենթանի եմ մեջս, բայց ես որ հիմա մարմնովս գաբրիմ, Աստծո որդուին հավատքովը գաբրիմ, որ զիս սիրեց ու իր անձը ինձ համար մատնեց, Քաղատացիս 2:20։ Հին մարդը խաչելեն ետք, վստահը լալեն ետք, հավատալեն ետք, և հին մարդուն հանդեպ իր թիրքը որոշելեն ետք, որ իմ հին մարդս այլևս գոյություն չունի, ես հին մարդուս ցերքեն ցերպազատված եմ, խաչ ելած է իմ հին մարդս, ոչ ևս է, երբ հավատացյալը գարենա այդպես պսել, հիմա պատրաստ է գադարյալ նվիրումի համար։ Ինչու ավելի առաջ պատրաստ չէ, որովհետև օրենքը կպահանջեր, որ զոհվելիք գենթանին ամպից անարատ լար, պագասավոր չլար, որևէ թերություն չգտնվեր։ Այդ հիման վրա մարմնավոր հավատացյալը չի գրնար նվիրում ունենալ։ Եթե մարմնավոր հավատացյալն ասե, որ նվիրում ունեցած է, սխալ է։ Այդ ասելը իր դժգիրության արդյունքն է, որտեղ ին պագասավոր է, վիղծ է, Աստծո առջև անմաքուր է, ողջագեզյան անհարմար զոհման է, Աստված պիտի չընդունի։ Հավատացյալը պետք է բոլորովին մաքուրը լա, որպեսզի իբրև զոհ սեղանին վրա գարենա ինքնինքը ցնել Աստծո ընդունելի լավ։ Հռոմայեցիս 12:1-ի մեջ Արաքյալը գսե արկա չեմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությունովը, որ ձեր մարմինները ընծայեք գենթանի զոհմը սուրբ Աստծո հաճելի, որ է ձեր հանավոր պաշտամունքը, ոչ պաշտոնը, լատրիա, պաշտամունքը։ Եթե հավատացյալը պետք չէ նվիրվի, ինչպես որ ոմանք
գսեն, որ այս նվիրում ըսված բանը սխալ է։ Ինչու առաքյալը զանոնք գրավիր է, որպեսի նվիրվի։ Կարգ մի եկեղեցիներ կան, որոնք Սուրբ Հոգիի մասին և շնորհքի մասին Աստծո խոսքին սովորեցած են ավելի մեծ համարում ունին և ամեն բան Սուրբ Հոգիին գծկեն։ Ինչպես որ փրկության մեջ գսեն, մեղավորը որևէ գործ չունեցավ իր փրկության հետ, նաև իր սրբացման նկատմամբ Սուրբ Հոգին պետք է ունե ամեն բան, և Սուրբ Հոգին ըրած է, և հավատացյալին ընելիք բանը չէ մնացած, քանի որ Քրիստոսի արյունով բոլոր հավատացյալներ սրբված են, առանք սուրբ են։ Բայց մինչ կողմեն սուրբեր գսեր, մյուս կողմեն սուրբեր ըլլալու գանչվածներու գսեր։ Մինչ մեկ կողմեն Քրիստոսի արյունով սրբված եք գսեր, մյուս կողմեն Առաջին Թեսաղոնիկեցիս 5:23-ի մեջ և ինք խաղաղություն Աստվածը ցես բոլորովին սուրբ ընե ըսել է դակավին սուրբ չեն գնաց։ Այս երկու բաները իրար մեջ զանազանելու անկարողությունը գարմը եկեղեցի և գարմը աստվածապաններ շվարումի գմատն է։ Այսինքն հավատացյալին Քրիստոսով թիրքը իր վիճակեն զանազանելու անկարողություն ունեցողները։ Ես Քրիստոսով սուրբ եմ։ Բայց գրնանալ, որ կործնական կյանքի մեջ սուրբ չեմ, ադիկա իդեալն է, ադիկա սկզբունքն է, բայց ես այդ սկզբունքը գիրարգեմ էպլայնեմ իմ հոգևոր կյանքից և իսկապես կործնականով սուրբ լամ, այն ադեն ոչ միայն Քրիստոսի մեջ իմ թիրքս սուրբ լան է, այլ նաև իմ վիճակս սուրբ լան է։ Գարմը սիրելի եղբայրներ, գսեն հավատացյալին ընելիք անմը չկա, Աստված ամեն բան ըրած է հավատացյալին համար, եթե հավատացյալը աշխատի ինքզինքը ավելի սրբակրել և սուրբ ընել, Սուրբ Հոգին կործին խառնված կլա և ասկա մեղ կնկատեն հավատացյալին համար։ Շատ դարներ առաջ Կիպրոսի մեջ երկու ժողովի կացի, խառն ժողովն էր անգլիացիներու հետ և խոսող չունեինք հաղորդակցական ժողով էր։ Royal Air Force-ի անգլիական օդուժի հայրավետը, Squadron Leader-ը ելավ իր վկայությունը տվավ։ Ըսա որ իրավաշխարհությանը մի քանի տարի ետք համակումարիմը ներկա եղավ և այդ համակումարի մեջ լսած բաները իր եկեղեցվող փեմեն երբեք չէր լսած։ Պատգամաբերները մեկը մյուսին ետևեն, գրեթե նույն ճշմարտությունը վկայեցին, գսեին թե Քրիստոսի բերած փրկությունը լեցուն փրկություն է, գադարյալ փրկություն է։ Սուրբ Հոգին դրված էր այդ փրկությունը իրականություն դարձնելու հավատացյալին կյանքին մեջ։ Իսկական հոգևոր կյանքը հաղթության կյանք էր, գադարյալ խաղաղության կյանք էր, Քրիստոսի հետ մտերիմ հարաբերության կյանք էր։ Եվ այս կյանքը բոլոր հավատացյալներուն առանց բացառության բացարձակ իրավունքն էր, եթե գադարյալ նվիրումով սյանին վրա ծրվեին խոստում կար,
որ սեղանը պիտի սրբացներ բադարակը, Ելից 29:37։ Այդ համակումարի մեջ հայրաբեդ եղբայրը այդ գադարյան նվիրումը ունեցավ ըստ իր վկայության և կյանքը հիմնովին փոխվեցավ։ Հիմա շատ ուրախ էր, գադարյան խաղաղություն կվայրեր, հաղթություն կվայրեր իր կյանքի մեջ փորձյան թեմ և արդյոք փակ կուտար, որ այդ ճշմարտությունը իրեն հայտնած էր։ Ինչ կխոսեր, ըսկացի որ մի քանի եղբայրներ անհանգիստ կզգան, այսինքն կշարժին և այլն։ Չէին ախորժեր այս ըսված բաներն, որովհետև այդ եղբայրները անոնց մեկ էին, որոնք քիչ առաջ ըսածիս պես չէին հավատար, որ փրկութենեն վերջը հավատացյալը առնելիք ուրիշ քայլը ունի, և նվիրումը այդ քայլն էր, որ այս եղբայրը գվգայր։ Ինձ նստեցավ ես ելա, ըսի ես կհաստատեմ այս եղբոր ըսածները, որովհետև ըսի նույն վիճակներեն ես անցա։ Եվ երկու խոսքով բացատրեցի, թե ինչպես ես Փրկութենս մի քանի տարիներ վերջը այս տեսակ նվիրումը ունեցած էի և այդ գադարյան նվիրումը նոր էջմը, նոր շրջանը բացած էր, արձանագրած էր իմ կյանքիս մեջ, հոգևոր կյանքիս մեջ և այն օրեն աստին իմ կյանքս բոլորովին փոխված էր, հաղթություն ցերկ գծիկեի, գադարյան խաղաղություն ունեի, Աստծո գադարյան գվստահեի, որևէ բանի համար չէի հոգար, և այլն և այլն։ Նստելուց պես եղբայրը ոտքի ելավ և քիչ մտչրային վիճակով ըսավ ինչ է այս ավելորդ բագաս խոսքերը, որ այս երկուն կլսենք նվիրման մասին։ Երբ ըսավ ապաշխարեցինք, ամեն բան չնվիրեցինք, պատասխանը խոշոր ոչ մնե։ Եվ այդ եղբայրը, եթե հոգևոր ճշմարտության մեջ ավելի հարաճացած լար, այդ խոսքը պիտի չխոսեր։ Որտեղ երբ ապաշխարեցինք եղբայրներ քույրեր, մենք այս բաներու մասին երբեք գաղափար չունեինք։ Ոչ հին մարդը գիտեին, ոչ նոր մարդը գիտեին, ոչ մեղքերու տարբերությունը իրար մեգրնային զանազանել։ Չենք գիտեր, որ հանցնվելիք բաներ կան, նվիրում կա, գադարյան նվիրում կա, անոր համար չնվիրեցինք, այդ փորձարկությունը չունեցանք, ոչ միայն այն ադեն, այլ հիմա շատ հավատացյալներու բարակային, 10, 20, 30, 40, 50 տարի վերջը դագարին այս ճշմարտություն անծանոթ է, շատ հավատացյալներու։ Քարոզիչներ կան այսօր աշխարհի վրա, ավետարանական քարոզիչներ, որոնք 50 տարի կքարոզեն, բայց հին մարդուն մասին դեռևս մեկ անգամ իրենց կյանքի մեջ չեն քարոզած։ Եվ ժողովուրդը, հավատացյալ ժողովուրդը դեպքյան մեջ կմնա այս բաներու նկատմամբ։ Հաղթական կյանք մգա, գադարյան խաղաղության կյանք մգա, Աստված այս կյանքը Քրիստոսի մահով գարելի ըրած է, ամեն մեկ հավատացյալին իրավունքն է, բայց այսօր հավատացյալներու մեծամասնությունը ինգով, ելով, մարմնավոր կյանքեր կապրին։ Եվ քայթաղություն կլան իրենց շուրջիներուն, և Աստծո անունը իրենց պատժարավ կան բադվի, փոխանակ փառավորվելու հավատացյալներ իրենց սխալ կյանքերով Աստծո անունը կան պատվեն։ Բայց որևէ պատճառ չկա այդպես լալու
որովհետև մենք ներիկ բաննությունինք, բարս հավատքով կացինք մեր մեղբերը խոստովանեցանք, Սուրբ Որդին անոր փոխարեն մեզի վերստին ծնունդ շնորհեց, նույն գերբով, երբ հավատացյալը գադարյալ նվիրումով դերոջ սեղանին վրա հոգին, շունչը և մարմինը տնե առանց վերամաղության, Սուրբ Հոգին զին իր մով պիտի լեցնե։ Ամեն հավատացյալ Սուրբ Հոգին ունի։ Դարձյալ այդ եղբայրները գսեն, որ բոլոր հավատացյալներ Սուրբ Հոգիով լեցուն են։ Այդ տեսակ բանը չի գա, այսինքն Ապաշխարելին վերջը երկրորդ փորձառությունը Սուրբ Հոգիով լեցվելու բանը չի գա։ Բոլոր հավատացյալներ սրբացած են և Սուրբ Հոգիով լեցուն են։ Ես ձեզի բան հարցնեմ, եթե այդ է բարական։ Սուրբ Հոգիով լեցուն հավատացյալը գրնա մարմնավորը լավ։ Գրնա մեղքեր գործել։ Գրնա քյուրով բաշարով դգարություններով դեղի դալ։ Ուրեմն, Սուրբ Հոգին լեցունություն որևէ իմաստ նշանակություն պիտի չունենա, երբ Սուրբ Հոգիով լեցուն հավատացյալներ մեղք պիտի գործեն։ Սխալ վիճակներով մեջ պիտի ապրեն։ Ուրեմն սխալ է։ Այդ աստվածաբանությունը սխալ է։ Եթե հավատացյալներ Սուրբ Հոգիով լեցուն են և պետք չի գա անոնց Սուրբ Հոգիով լեցվելու, ինչու Աստծո խոսքը գսեց Սուրբ Հոգիով լեցվեցեք, երբ ասացես 5:18-ի մեջ։ Աստված իր գործը չի գիտեր, Պողոսարական լուր չունի այս բաներ են, որ գադարյան նվիրումի գհրավիր է հավատացյալները, ինչ անոնք արդեն նվիրված են, սրբության գնվիր է, ինչ անոնք սրբացած են, գսե երկրորդ Կորինթացիս 7:1-ի մեջ, ուստի մարմի ու հոգի ամեն դեր բլծությունները մակրելինք ու Աստծովախով սրբությունը կատարելագործենք, ուրեմն մաքուր էր, ուրեմն սուրբ էր, ինչու դարձյալ մաքրվելու մասին, սրբանալու մասին կխոսի, գլեսնեք, որ շատ պարզ է, որ հավատացյալը իր փրկվելեն վերջը ընելիք գործ ունի, Սուրբ Հոգին իր գործը ունի, բայց հավատացյալը ռոբոտ չէ, մարդամեկենա չէ, որ բոլորովին իր գամքեն մերգացած, Սուրբ Հոգին ցերկը գործիկը, Սուրբ Հոգին ինչ որ ուզե իրեն ընել բիդա, հագարակ իր գամքին այդ տեսակ բանը չի գա։ Եվ երբ այդ տեսակ բանը կհավատանք այդ տեսակ բանը, ինքսինիս պարզապես խապած կրնանք։ Արավելակույն չափով օգտվենք Սուրբ Հոգով սպասավորութենին և հավատացյալին նվիրման չափը պիտի որոշե Սուրբ Հոգով իր լեցվելու չափը։ Մենք 50% կնվիրվենք, Սուրբ Հոգին 50% մեզ կլեցնե։ 75% կնվիրվենք, 75% կլեցնենք։ Մենք ենք, որ պիտի որոշենք, որքան Սուրբ Հոգին մեզ պիտի լեցնե։ 100% որոշենք կնվիրվենք, 100% Սուրբ Հոգին մեզ կլեցնե։ Եվ այս է, այս բարի լուրը, որ այս արդու գպերեն ես ցեզի հավատացյալներուց, որ Քրիստոսով գադարյալ հաղթություն կա, գադարյալ սրբություն կա, գադարյալ խաղություն կա, գադարյալ խրճի հանթարություն կա, գադարյալ մտքի հանգստություն կա, այս բոլորը հավատացյալին, բոլոր հավատացյալներում, առանց բացառության իրավունքն է, ուրեմն բարևենք, ուզենք, հավատքով առնենք
վայելենք ի Փարս Աստուծո, ամեն։